10 սխալներ, որ ես արել եմ իմ բիզնեսում տարիների ընթացքում, եւ ես կարծում եմ, որ որոշ սխալներ լսելուց հետո կտեսնեք, միգուցե դուք էլ եք արել, բայց վնաս չունի։ Սխալները օգնում են, որ մենք ավելի լավ կարողանանք մեր բիզնեսը կառուցենք։ Քիչ հետո կվերադառնանք։ Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Այսօրվա թեման բիզնեսից եմ խոսալու եւ ավելի շատ ուզում եմ զրուցել, թե ինչ սխալներ եմ ես արել բիզնեսի ընթացքում, մանավանդ երբ որ նոր էի բիզնես աշխարհ մտել եւ ինչպես է դա ինձ օգնել, որ այդ սխալներից սովորեմ եւ չկրկնեմ։ Եվ ուզում եմ հենց սկզբից ասել, որ սխալները վատ բան չեն։ Յուրաքանչյուր մարդ կարող է սխալ անել, դրա մեջ վատ բան չկա եւ ամենալավ դասերը մենք հիմնականում սովորում ենք սխալներից։ Եվ կարծում եմ, որ երբ որ դու սխալ ես անում, ավելի հմտանում ես բիզնեսի մեջ եւ իհարկե եթե սխալներիցդ սովորում ես, դա էլ չես կրկնում եւ քո բիզնեսը սկսում է ավելի ծաղկել։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ մի հետաքրքիր ասացված կա, որ բիզնեսմեն մեկից լսել էի, այսպես է գնում. այն անհատները, ովքեր սովորում են իրենց անձնական սխալներից, նրանց համարում են խելացի, բայց այն անհատները, ովքեր սովորում են ուրիշների սխալներից, նրանց համարում են իմաստուն։ Շատ անգամ պետք չի սխալ անձնապես անել, կարող ենք նաև սովորել ուրիշից եւ հուսամ այս սխալները որոշներիդ կօգնի, եթե չեք արել, չանեք, որ սովորեք, կարող եք իմ սխալներից սովորել եւ չկրկնել։ Առաջի բանը, երբ որ ես հիշում եմ նոր եմ սկսել բիզնես աշխարհը 18 տարեկանից 2002 թվականից երիտասարդ լինելով, որը մի կողմից շատ լավ է, բայց սխալը այդ ժամանակ սխալներից առաջինը, որ արել եմ, մի բիզնեսով սկսել եմ եւ անցել եմ մյուս բիզնեսի, մյուսի կամ մի քանի բիզնես միևնույն ժամանակ եմ արել եւ հիմա որ տարիներ հետո հետ եմ նայում, տենում եմ, որ իրոք դրա մեջ սխալ կա, որտեվ երբ որ դու քեզ բաժանում ես մի քանի տեղի, դու ֆոկուսից ընկնում ես եւ չես կարողանում ֆոկուսի գալ եւ կոնկրետ մի բիզնեսը զարգացնել եւ տանել մյուս level։ Երկրորդ բանը, որ մի քանի անգամ իմ հետ եղել է բիզնեսում, վստահել սխալ մարդկանց։ Ես շատ արագ եմ մարդկանց վստահել եւ շատ անգամ դրա պատճառով տուժվել եմ, բայց եւս մեկ անգամ դա մի բան է, որ տարիների ընթացքում փորձ ես ձեռք բերում եւ ավելի ուշադիր ես լինում, թե ում հետ ինչ ձևի գործնարկ բռնես եւ ում վստահես եւ ում չվստահես։ Դա երկրորդ սխալը, որ իմ բիզնեսում արել եմ մի քանի անգամ։ Երրորդ սխալը, որ արել եմ, շատ եմ, եթե մի հաջողության անցել եմ, դրա այդ հաջողությունը նշելը երկար եմ արել, այսինքն մի լավ դիլ եմ ունեցել եւ մեկ ամիս դրա մասին celebrate եմ արել, նշել եմ, ուրախացել եմ 2 ամիս, բայց հետո տեսել եմ, որ դա սխալ է, որտեվ երբ որ մի լավ կոնտրակտ ես փակում կամ մի լավ դիլ ես անում, մի հաջողություն ես ունենում բիզնեսի մեջ, այո, պետք է նշես, բայց երկար մի նշի, որտեվ երկար նշելով դու արդեն մոռանում ես, որ հետ պիտի գնաս եւ բիզնեսը շարունակես անել։ Դա երրորդ սխալը, որ մի քանի անգամներ իմ կյանքում կրկնել եմ։ Չորրորդը անգլերեն կարդամ celebrating too early, այսինքն շատ շուտ նշել մի բան, ուրախանալ մի դիլի վրա, երբ որ դեռ չի ստացվի, այսինքն առունջ թռած պետք չի ուրագորալ։ Ես եղել է մեծ դիլեր եմ հանդիպել, այսինքն հաճախորդը ինձ ասել է օրինակ այս տունը ծախի եւ շատ շուտ արդեն իմ մեջ ոգևորվել եմ, նշել եմ, որ վա այս դիլը եկավ ինձ, բայց դեռ չի փակվել դիլը։ Միգուցե 20,000, 30,000, 40,000 commission պիտի ստանայի դրանից եւ սկսել եմ արդեն celebrate անել, շատ անգամ գնացել եմ մտածելով, որ այս չեքը հեսա կգա, գնացել եմ, չգիտեմ, տարբեր ձևի ծախսեր եմ արել, տարբեր թանկանոց բաներ եմ արել, հետո այդ դիլը չի եղել եւ
շատ տխրում ես, երբ որ չի լինում։ Դրա համար սովորել եմ 4-րդ սխալը, որ մինչև մի գործ չփակվի, մի ոգևորվի, համբերատար եղի, մինչև հաստատվի, նոր կարող ես նշել կամ ուրախանալ։ Դա 4-րդը։ 5-րդ սխալը, որ իմ բիզնեսում շատ եմ արել, երբ որ մեծ դիլեր եմ փակել կամ մի ամիս կամ մի տարի շատ լավ է եղել, մանավանդ սկզբի տարիներում բիզնեսում փողը չեմ խնայել, չեմ սեյվարել, շատ անգամ ինչ սարքել եմ, ծախսել եմ։ Եվ ես հասկացել եմ, որ դա եւս մեծ սխալ է, որ շատ անգամ մարդիկ անում են բիզնես աշխարհում եւ ես էլ եմ դա արել։ Պետք է գումարիդ մի տոկոս որոշես եւ միշտ կապ չունի այս ամիս լավ է, այս տարի լավ է, միշտ մի կողմ գումար դնես քո հետագայի համար։ Էդի 5-րդը, 6-րդ սխալը, երբ որ գումար եմ սարքել բիզնեսում, հետ չեմ դրել մարքեթինգ այդեաների վրա։ Շատ չեմ դրել։ Դրել եմ ժամանակի ընթացքում, բայց consistent միշտ չեմ դրել, որը կարծում եմ բիզնեսում պետք է էլի որոշես մի տոկոս եւ դա հետ դնես քո մարքեթինգի վրա, որ քո բիզնեսը միշտ առաջ գնա։ 7-րդը being too realistic։ Շատ անգամ մտածել եմ, որ գիտես, այս այդեան sense շատ անհավանական է որ լինի։ Այդպես չպիտի մտածես, պետք է միշտ մտածես, որ հնարավոր է, որ այս էլ կարող ես անել կամ քո բիզնեսը կարող է հասնել այս մի աստիճանի։ Դա 7-րդը, որը 8-րդի հետ է կապված։ Thinking too small։ Շատ անգամ մի հատ այդեայի վրա մեկը ինձ ասել է կամ ես մտածել եմ եւ հետո ինքս ինձ մտածել եմ, ասել եմ, «Ոյ, էսի շատ մեծ գաղափար է, էսի երբեք չի լինի իմ հետ»։ Շատ փոքր եմ մտածել, շատ անգամ քո բիզնեսը աճում է այն level, ինչքան քո մտածելակերպն է, ինչքան դու ես հավատում, որ եթե հավատում ես այսքան ես հասնելու, այդքանի ես հասնում։ Եթե հավատում ես բիզնեսում հաջողության կհասնես եւ մեծ հաջողություններ կունենաս այս level-ի, մտածես ժամանակի ընթացքում քո բիզնեսը կհասնի քո մտածելակերպին։ Շատ անգամ իմ սխալներից մեկը եղել է, որ մի մտքի վրա շատ փոքր եմ մտածել, միշտ պետք է մեծ մտածես։ 9-րդը շատ կարևոր եւս սխալ է, որ ուշադիր պիտի լինենք, սխալ partnership ունենալ բիզնես աշխարհի մեջ, այսինքն այն մարդկանց հետ սխալ մարդկանց հետ դիլի մեջ եմ մտել, partner եմ եղել եւ ես հասկացել եմ, որ դա սխալ էր կամ հետո իմ հետ ճիշտ քայլեր չեն արել, այդ դիլից վնասներ ենք վերցրել երկուսով էլ կամ ամենաշատը ինձ, որտեվ ես եմ առաջարկել partnership-ը կամ ինձ են առաջարկել, այնպես որ եթե ընտրելու ես partner բիզնես աշխարհում, շատ ուշադիր եղի, մի վրազի ուսումնասիրի այդ մարդուն, իրան ճանաչիր թե անձնապես թե բիզնեսի մեջ, միջև ընտրես կամ մի գործի հետ իր այդ partner լինես։ Եվ 10-րդը quit on ideas։ Շատ անգամ լավ մտքեր է եղել, բայց ես հանձնվել եմ։ Այո, մարդիկ միշտ խոսում են հաջողությունից եւ ես կարծում եմ նաեւ պետք է խոսանք մեր անհաջողություններից, որովհետեւ մարդիկ միշտ տենում են հաջողված մարդկանց լավ կողմերը, բայց երբեք չեն մտածում, թե այդ մարդը ինչքան դժվարությունների մեջով քանի անգամ հանձնվել է, կոտրվել է, բայց էլի ոտի է կանել եւ դրա համար ինքը հասել է որտեղ որ հասել է։ Բայց իմ հետ էլ, երբ որ բիզնես աշխարհում նոր եմ եղել, շատ մտքեր կա, շատ այդեաներ կա, որ շուտ հանձնվել եմ, չեմ հասցրել իր ավարտին եւ դա եւս մի սխալ է եւ հիմա հետ եմ նայում եւ ասում եմ, եթե այս այդեան մինչև հիմա պահեի, ինչքան ավելի մեծ հաջողություններ կունենայի բիզնես աշխարհում։ Հուսամ այս մի քանի այդեաները, այս սխալները որոշներիդ օգտակար կլինի, եթե որոշները արել եք դուք, վատ մի զգացեք, առաջ նայեք կյանքում, եթե որոշ սխալների առաջի անգամ լսեցիք, սովորեք իմ սխալներից, որ դուք չկրկնեք եւ վերջում կասեմ, որ այն մարդիկ, ովքեր հաջողվում են բիզնես աշխարհում, չեն վախենում սխալներ անելուց, բայց դա դեռ չի նշանակում, որ սխալը հա պիտի կրկնես։ Կարևորը մի վախեցիր եւ եթե տենում ես սխալը, մի պահ հետ կայնիր եւ մտածիր ինչեր կա եւ ինչից այս սխալը եղավ, ինչն էր պատճառը, քո մեջ նայիր եւ ավելի ուշադիր եղայ մյուս անգամ, որ այդ նույն սխալը չկրկնես։
Մայիս Կարիբյան, տարածեք այս վիդեոն ձեր էջերում եւ եթե հարցեր ունեք ինշուրանսի հետ կապված, real estate-ի հետ կապված կամ ընդհանրապես կյանքում ինչպես հաջողվես, կապնվիր ինձ հետ, հետևիր իմ էջերին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, TikTok, Twitter and LinkedIn։ Բոլոր այդ էջերում ես շատ ակտիվ եմ, հետևիր, տարածիր վիդեոն եւ չմոռանաս օրդեր անես իմ գիրքը, կարդաս եւ YouTube-ի ներքևում լինկեր կա, եթե հարցեր ունես, կարող ես ավելի detail լինկերը լրացնես եւ ես մեծ սիրով կկապնվեմ քեզ հետ։ Կհանդիպենք մյուս անգամ, stay tuned։